Վատ լուր ունեմ ճակերտավոր խաղաղություն բերած ԿՊ ղեկավարի ու նրա պրոպագանդիստների համար։ Օսի մեդիա միջազգային հայտնի լրատվամիջոցը երեկվա այս հրապարակումով պատռեց ուղղակի Հայաստանի իշխանությունների անամոթ դեմքը, որոնք իրենց կեղտոտ բառապաշարով հերքում էին այս ընթացքում իմ հրապարակումները, ասելով թե Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ընդամենը ՀԿ է, կապ չունի այդ երկրի իշխանության հետ, որ բանի պետք չի դնել այդ կազմակերպության գործունեությունը ու որ իրենք իբր հաստատել են խաղաղություն։ Օսի մեդիայի այս բարձրակարգ հետաքննությունը ամբողջությամբ ապացուցեց այն, ինչ ես արդեն տարիներ շարունակ ասում եմ։ Ու ես հիմա 5 հիմնական ուղղությամբ ցույց կտամ, թե ինչպես են մեզ մոլորեցնում։ Կեղծիք համար առաջին, Արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը ՀԿ է ու կապ չունի Ադրբեջանի իշխանության հետ։ Ուրեմն ես հատուկ ասում եմ, որ սա Հայաստանը զավթելու կոնկրետ ռազմավարություն է։ Սա 100 հազարավոր ադրբեջանական քաղաքացիներով Հայաստանը բնակեցնելով մեր երկիրը օկուպացնելու ծրագիր է։ Նրանք հատուկ են ստեղծել հասարակական կազմակերպություն, իբր հումանիզացրել են, մարդասիրական բնույթ են տվել, մարդու իրավունքների հարցեր են, բա որ գնան աշխարհին էլ ասեն, գիտեք ինչ կա, բահայում ենք, չենք զավթում Հայաստանը, սա մարդասիրական ծրագիր է, բայց նրանք սրանով նպատակ ունեն փոխել մեր երկրի ժողովրդագրական կազմը, այսինքն քչացնել ու վերացնել ընդհանրապես հայերին եւ բերեն ադրբեջանցիներ Ադրբեջանի քաղաքացիներ ու ամբողջությամբ դարձնել նրանցով բնակեցված։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև նկատի ունենալ, որ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահը հատուկ շնորհանդեսի ժամանակ ազդարարեց, որ սկսում են մեծ վերադարձի հայեցակարգ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ներքո հատուկ նշեց, որ դա հենց իրենք են մշակել, որ իրենց աջակցությամբ է իրականացվելու, ուղիղ ասում է մարդը, եւ հստակ նշում է, որ այն նախկինում, քանի որ կար Ղարաբաղի խնդիր, չէին կարող անել եւ ասում է, որ հիմա լուծել ենք, այ անցել ենք դրա իրականացմանը։ Այստեղ կարևոր երկու պայման է նշում այս ծրագրի համար։ Ուրեմն պայման համար 1, որ պետք է, ինչպես ինքն է ասում, Հայաստանը ապա բնակեցվի, այսինքն սա նշանակում է արտագաղթ տեղ ունեցա, դատարկեն հայերը, հայերից դատարկվի Հայաստանը, չլինեն հայեր Հայաստանում առհասարակ, ու ամեն ինչ նրանք պետք է անեն այս նպատակի համար։ Եվ երկրորդը, որ նշում է, պետք է Հայաստանում եւ կա ու պետք է լինի հիասթափություն, հուսալքություն, այսինքն ինչ է նշանակում, մի մասը հիասթափվում է, մնում է, հուսալքվում է, որ մնում է եւ ասում է, դե ինչ անենք, այդպես էլ, սենց է պետք է որոշվեր, էլի, սենց է լինելու էր։ Որոշված է ի սկզբանե։ Իսկ մյուս մասը, որ չի համակերպվելու, այդ թողի արտագաղթի գնա։ Այսինքն ժողովուրդ ջան, այն ինչ հիմա մեծ հաշվով տեղի է ունենում, ու բոլորը սրանով լծվել են, կոնկրետ մարդիկ փողեր են ներդնում, մեծ փողեր են դնում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորում, հրավիրում են փորձագետներ, մասնագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Միջին Արևելքից, Ասիայից, Եվրոպայից, հոկտեմբեր ամսին, ընդամենը մի քանի օր առաջ Գերմանիայում ու Բելգիայում տեղի ունեցել 2 միջազգային միջոցառումներ, քարոզարշավներ, այս Արևմտյան Ադրբեջան կազմակերպության համար հենց իշխանության հովանավորությամբ։ Դրանից բացի Օսի մեդիան շատ ճիշտ բացահայտել էր, մենք էլ էինք սա արձանագրել, որ այս կազմակերպությունը ուղիղ վերահսկողության ներքո է գտնվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, նրանց ամբողջ քարոզարշավը, գործունեությունը, ուղղությունները հանձնարարում է, հրահանգավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, անգամ պրես ռելիզները, պատկերացնում եք, հաղորդումները մամուլի համար անում է, գրում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Իսկ ինչ է անում Հայաստանի պոպուլիստ իշխանությունը, անպատասխանատու իշխանությունը, թիթեռ է նկարում, այ թե ինչ է անում։ Վեհարանը ազատագրում, որ ադրբեջանցիները 100 հազարավոր գան, ադրբեջանական քաղաքացիները, այստեղ հող ու ապահով ապրեն։ Երկրորդ կեղծիքը այն մասին է, որ այս կազմակերպությունը, քանի որ ՀԿ է, դրա տրամադրած անձը հաստատող փաստաթղթերը ընդամենը անդամատոմսեր են։ Ես ասեմ, որ սա կեղծիք է նույնպես։ Հիմա ես ձեզ տեսեք ցուցադրեմ տարբեր այս անձը հաստատող փաստաթղթեր, տեսեք ընտանիքներով, հստակ համակարգված, ցուցակագրված 100 հազարավոր մարդկանցով 300 եւ ավել բնակավայր են Հայաստանի պահանջում բնակության համար, նշում են, որ պետք է այդտեղ բնակեցվեն ադրբեջանցիները։ Եվ սա այնպես է արված, որ դառնա անձնագրի հիմք հետագայում եւ նրանք բնականաբար այս ծրագրի համաձայն պետք է պահպանեն Ադրբեջանի քաղաքացիություն։ Այս այլ ինչ է նշանակում, որ Ադրբեջանը օրինական իրավունքներ է ունենալու պաշտպանել այդ մարդկանց իրավունքները Հայաստանում։ Այսինքն պատկերացրեք, եկել են ապրում են Հայաստանում,
կոնֆլիկտ եղավ հայերի հետ։ Հնարավոր է, չէ՞, մանավանդ հնարավոր է հաստատ լինելու է, որովհետև սա նաև հովանավորում է Ադրբեջանի իշխանությունը այս ատելության ու թշնամանքի պայմաններում, ինչը տեղի ունենալու։ Մի հատ ադրբեջանցի, ասենք թե վնասվեց։ Ադրբեջանի իշխանությունը նախ պահանջելու է խիստ պատիժներ հայերի նկատմամբ, ավելին ադրբեջանական քննիչներ, դատախազներ են գալու այս գործերի քննությունն են իրականացնելու։ Դրա համար է նաև որ նրանք իբր սրա անվան տակ անվտանգություն են պահանջում։ Ու տեսեք հələ մյուս կեղծիքը ինչի մասին է, որ իբր այս ծրագիրը ոչ մի կապ չունի Հայաստանը կամ Հայաստանի նկատմամբ նրանք զավթողական ոչ մի նպատակ չունեն։ Սա նույնպես կեղծիք է, որովհետև տեսեք հիմա ինչպես է երևում։ Սա այդ կազմակերպության վկայականն է անձը հաստատող։ Հիմա այս երկուսի օրինակով ես ցույց տամ կոնկրետ որերևա։ Տեսեք, այստեղ անուն, ազգանուն եւ հայրանուն են նշված։ Դրանից ներքև ոչ թե գրված է բնակության հասցե կամ ծննդավայր, այլ գրված է բնորան, նախնիների հայրենիք ձևակերպումը։ Հիմա տեսեք, այս կնոջը գրված է Ալավերդի այրում համայնք։ Այս տղամարդուն գրված է Ճամբարակ համայնք, նույնպես էլի նախնիների հայրենիք։ Ինքն ինչի է սա արված, ժողովուրդ ջան։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը երեք ասեց, որ հայերը արհեստական այդ ծրագրի համաձայն բերվել են տարբեր տեղերից, Արևելյան Անատոլիայից եւ Իրանից։ Այսինքն ստացվում է այստեղ ընդհանրապես այդ ծրագրի համաձայն հայեր չեն եղել, հայկականություն չկա, սա հայերի հայրենիքը չի ըստ այդ ծրագրի, սա ադրբեջանական իբր թե հայրենիք է, ու հայերը եկել են, վտարել են նրանց ու հիմա նաեւ պետքա անգամ պատասխանատվության ենթարկվեն։ Եվ տեսեք նաեւ մյուս կեղծիքը ինչի մասին է, որ Հայաստանի իշխանությունը նաեւ թաքցնում է մեզանից։ Ադրբեջանի նախագահը խոսում է երկու պայմանի մասին՝ անվտանգ վերադարձ ու արժանապատիվ վերադարձ։ Հիմա սա ինչ է նշանակում։ Անվտանգությունը իրենք արդեն ասել են, նշանակում է, որ պետք է լինեն տարբեր падգամավորներ են խոսում սրա մասին, իշխանությունները առհասարակ, իշխանական լրատվամիջոցներ, նաև այդ հայեցակարգի մաս է կազմում, որ պետք է լինեն զինված առաքելություններ միջազգային։ Հայաստանի տարածքում պատկերացնում եք զինված զենքով մարդիկ են լինելու, որոնք պետք է իբր վերահսկեն այդ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում այդքան բնակավայրերի մոտ։ Ու խոսում են արժանապատիվ վերադարձի մասին։ Սա էլ ինչա նշանակում։ Դե արժանապատիվ նշանակում է այդ մարդիկ պետք է գան ստե լավ ապրեն, իրանց լավ զգան։ Ասեն գալու են օրինակ դուրս գան գնան փողոցը տեսնեն մեր հերոսներից մեկի նկարը։ Բա պետք է ասեն չեղավ, էս ո՞նց է, մարդիկ արժանապատիվ չեն զգալու իրենց, չեղավ, պետքա հանել։ Հայաստանի իշխանությունը հիմա այդ ուղղությամբ շատ է լավ աշխատանքներ է տանում։ Հետո հելնելու են գնան Սևան։ Մեկ էլ տեսնեն, չեղավ, այս Սևանը լճի անունը ո՞նց է մնացել։ Պետք է փոխել, որովհետև այս արևմտյան ադրբեջանցիները մնալու են վիրավորված, արժանապատվությունը ոտնահարված։ Գնալու են Վարդենիս, Վարդենիսում ինչ է, Բասարգեչար անուն չի, բա բերեք փոխեք, ո՞նց Բասարգեչար անուն չի։ Հետո գնալու են Եռաբլուր, Եռաբլուրից ընդհանրապես ասել են, չէ, մենք վախենում ենք դրանից։ Եռաբլուրը նորից էլի պահանջելու են, որպեսի կամ փակեն, կամ այնպես անեն, որպեսի նրանք չտեսնեն։ Այսինքն ժողովուրդ ջան, այս պայմանները նշանակում է, որ հայկականություն չպետք է լինի։ Նրանք պատկերացնում եք, չէ, ինչ է տեղի ունենում։ Ջնջում են մեր պատմական հիշողությունը, մեր ինքնությունը վերացնում են։ Այնինչ արդեն Հայաստանի իշխանությունը անում է, բայց Հայաստանի իշխանությունը ինչու են այս պայմանները Հայաստանի իշխանությունը ինչու է կատարում, որովհետև դա նրանց համար երաշխիք է, գարանտիա է, որ նրանք կմնան, կընտրվեն, կվերընտրվեն ու կմնան իշխանության։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ դրա համար է նաեւ որ Հայաստանի իշխանությունը անընդհատ մեզ թմրեցնում է, թույլ չի տալիս որ ադրբեջանական տիրույթներից մենք այդ այսպես զավթողական ծրագրերը կամ ինֆորմացիայի մասին տեղեկանանք, անընդհատ թաքցնում է, որովհետեւ դա նրանց ձեռնտու չի։ Եվ այս ամենը ժողովուրդ ջան, ես ոչ թե ասում եմ ինձանից հնարում եմ, այլ սրանք մեր մասնագետների հետազոտություններն են, վերլուծություններն են, բայց ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, ես պատկերացնում եմ ինչպես այս հարցը կարելի է լուծել, կորած չի հարցը լուծել հնարավոր է ու շատ հրատապ պետք է այդ հարցին անդրադառնալ, որպեսզի կարողանանք լուծել միջազգային բոլոր ճանապարհները, միջազգային դատականացիաները փակ են այս հարցերի համար, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների կամ առհասարակ ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու հարցը միջազգային դատական ատյաններով փակված է, այսինքն չկան այդտեղ ճանապարհներ եւ այս հարցը միայն Փաշինյանը ու ՔՊ-ն են առաջ տանում քաղաքական որոշմամբ, սա նրանց քաղաքական որոշումն է եւ քաղաքական պատասխանատվությունն է։
Եվ ես դրա համար հատուկ ասում եմ, որ 2026 թվականից հետո, եթե ՔՊ-ն վերընտրվեց ու Փաշինյանը մնաց վարչապետի պաշտոնում, շատ արագ սկսվելու է այս ծրագրի իրականացումը։ Տեղի է ունենալու Հայաստանը 100 հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթաց իր բոլոր հետևանքներով, որը պետք է կանխել, որևէ կերպ թույլ չտալ, որպեսզի մենք կարողանանք մեր պետականությունը այս վիճակից դուրս բերել։